Դպրոցական տարիներից ծնողներից սովորեցինք ազնվություն ճիշտ խոսալ։ Լավ, ես չեմ հասկանում։ Եթե փոքրուց մեզ սովորացնեն պարզ խոսալ, մաքուր ասնել, չխաբել, ամբողջ աշխարհի դեմ Թուրքի թե մոլեն, թե իրանց պրեզիդենտը սուտ են խոսեն, որ սա իրանց երգիրն է եղել, իրանք ավելի հին են, քան մենք։ Բայց այս բոլորակի վրա գտնվող այդ պատմաբան, նիաբանները բոլորը ստի առաջ չոքած, բոլորը լապ ուտողներ են, թուրքը իրանց լապով բերանները փագելա, որ չեն կարող ասեն, այս ինչ է խոսում, ամենահին ազգերից մեկն է, առաջի քրիստոնեությունը ընդունած ազգերից մեկն է, մեր կառավարությունը հասկացանք, որ թուրքերի ոհմա գա, նրանց շպիոնն է եկել են ստեղ, որ կործան են այս երկիրը, բա աշխարհի պատմաբան ու հնյաբանները ինչի են լռում, էլ որտեղ մնաց մեր դպրոցում սովորել ազնվությունը, պարզ խոսալը, մաքուր չխաբել, չստել։ Ուրեմն նշանակում է աշխարհը եկել լրիվ շուռա եկել ստի ու լափի վրա։ Կաթողիկոսին հեռացնելու գործընթաց է սկսվում։ Իրանք շատ թուլա են, որ կարենան կաթողիկոս։ Եթե նրանք հայկական օրենքը, պատմությունը իմանան, հասկանան, իրանք կզգան, որ իրանք թուլա են։ Կաթողիկոսը իրանք են ընտրել կաթողիկոսին։ Դա նորից գալիս է նրան, որ ուզում են այս երկիրը քանդել, Հայաստանը վերացնել եւ աշխարհի բոլոր այն գլագետ մարդիկով, որ լավ են հասկանում մուսուլմանները ինչ են անում ու լռում են, դա ուրեմն արդեն սուտը իրում աշխարհի։ Գործած շարժում է, սկսվել այլ երկրներից, օրինակ ասում են ադրբեջանական հետք է տեսնում։ Ես համաձայն եմ, ես հավատում եմ, որ դա էլ է նրանց հրամ, այսինքն դա մի ճյուղն է, որ վերացնեն այս ազգին։ Նրանք փորձում են տարբեր կողմերից թուլացնեն Հայաստանը, քանդեն Հայաստանը վերջնական տրոնը, եթե մեր կրոնն է չեղավ, մեր ազգին, գիտեք ինչի եմ նմանացնում, քլորակինը տված ձգի, որ ձուկը քլորից հետո բժշկած չի հասկանում ուր է, թե մեզ ազգը ընկել է այդ օրին։ Նոյեմբերի 16-ին Էջմիածնում ընտրությունն է տեղի ունենալու, խոշորացվելու է համայնքը, խոյը միանալու է։ Ինչ է սպասելի։ Եթե այս կառավարության կողմից որոշված հարցը դա քանդելու հետքեր է, ուրիշ ոչ մի բան։ Ոչ մի լավ բան այս կառավարությունից չի կարելի սպասել այս ազգիմը։ Եթե այս ազգը խելք ունենա, կառավարությունում հայ գտնվեն, վաղուց կուղեին այդ հարցերը, ոչ թե էլ կգար կհասներ այսօրի, որ կաթողիկոս ուզենան հեռացնեն, չես գիտա, կրոնը ջնջեցին, էլ մենք ով ենք։ Ով ենք, ինչ է դառնալու, այս ազգը ինչ։ Իրար տենալուց արդեն բարևելու փոխարեն սալամ ալեքո ասենք։ Հայ իրանց ուզածը է դա, այս ազգը վերջի պիտի զարթնի, հասկանա ինչ է կատարվում, լափը թողա երգիրը պահի։ Ափաշկերա սուտը խոսում են, հաստատում են